Մայիսի 8-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Վարդան Հ-ն իր վարած Mercedes Magnus ավտոմեքենայով աշտարակահաղի Տիգրան 120 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն Արագածոտնի մարզի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Գ-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, օպերատիվորեն ժամանած աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապախում արձանագրել է հետնյոտնի մահը։ Դեպքի մասին ոստիկանության աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցվել է քննչական կոմիտեին։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Մայիսի 7-ին ժամը 22:57-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնավանք բնակավայրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ավտոմեքենան բախվել է սյանը, այնուհետև ընկել գետը, տուժածներ չկան։ Դեպքի վայրը մեկնել ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությանը, մարզային փրկարարական վարչության Հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Mercedes-Benz Magnus ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից եւ Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել գետը։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ վերամբարձկրունկի օգնությամբ դուրս բերել գետից։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ 44-ամյա եւ 36-ամյա եղբայրները ներգրավելով այլ անձանց նախապատրաստում են 32-ամյա երիտասարդի սպանությունը։ Տվյալներ են ձեռք բերվել, որ 32-ամյա երիտասարդը հայհոյել է եղբայրներից մեկին, ինչի մասին նա իմանալով եւ գտնվելով արտերկրում հրահանգել է Նորհաջնում բնակվող 44-ամյա եղբորը վրեժխնդրության նպատակով հաշվեհարդար տեսնել երիտասարդի հետ։ 44-ամյա տղամարդը մտադրություն իրականացնելու նպատակով ձևավորել է հանցավոր խումբ, որի անդամները զինվելով ատրճանակներով եւ ինքնաձիգներով Նորհաջնում սկսել են որոնել 32-ամյա երիտասարդին։ Վերջինս մտերիմների հետ Նորհաջն քաղաքում մեքենայով շրջելիս նկատել է 44-ամյա տղամարդուն եւ իր մոտ ապօրինի պահվող հրազենով կրակոցներ արձակելու դիմել փախուստի։ 44-ամյա տղամարդը խմբի անդամների հետ հետապնդել է 32-ամյա երիտասարդին, կանգնեցրել մեքենան, սակայն չհայտնաբերելով նրան զենքի սպառնալիքի ներքո ծեծի է ենթարկել երկու ընկերներին։ Պարզվել է նաեւ, որ 44-ամյա տղամարդն իր կողմնակիցների հետ սոցիալական հարթակներից մեկում ստեղծել է խումբ, նպատակ ունենալով վերահսկել 32-ամյա տղամարդու շարժը եւ հարմար պահի տեսախցիկների ու մարդկանց բացակայության պայմաններում կյանքից զրկել նրան։ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել 44-ամյա տղամարդու հետապնդվող երիտասարդի եւ հանցավոր խմբի անդամների բնակավայրերում։ Հանցավոր խմբի 3 անդամների բնակարաններից հայտնաբերվել են Կալաշնիկովի ինքնաձիգ, իր պահեստատուփով, օդաճնշիչ, հրացան, տարբեր դրամաչափի 86 փամփուշտներ, սվին դանակ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում միջադեպին մասնակից 9 անձ հայտնաբերվել, ձերբակալվել եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, ապա տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցավոր խմբի մյուս անդամներին հայտնաբերելու ուղղությամբ, նախաքննությունը շարունակվում է։ Ապօրինի պահվող զենք զինամթերքը կամավոր հանձնելու հերթական դեպքն է գրանցվել համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։ Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք զինամթերք է թողել Երևան-Գյումրի ճանապարհի 70-րդ կիլոմետրի հատվածում գտնվող սպասասրահի մոտ։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 2 հրացան, 5.66 մմ դրամաչափի ատրճանակ, պահեստատուփով, սվին դանակ, ինքնաձիգի 102 փամփուշտ։